Քնեցի, ինչ լավ եմ ինձ զգում, այսօր լավ օր է երևում, այ, հիմա կարելի է աշխատել, կայապա, ինչպես դարձար այդքան իմաստուն, չգիտեմ, պարզապես ծնվել եմ այդպիսին, Օ, կայապա, որքան արդար ես դու, ինչ պիտի անեինք առանց քեզ։ Կայապա, երևի շատ բարդ գործ է Իսրայելի դատավորը լինելը։ Հաղթահարում եմ բարդությունները։ Կայապա, ձեր ցրպություն, որն է կյանքի իմաստը, կայապա։ Ինչու ես ինձ ձանձրացնում քո այդ պարզունակ հարցերով։ Դու ինչ ես անում այստեղ։ Մարդիկ արդեն հավաքվել են դեր, սպասում են ձեր ատյանին։ Լավ, ես հիմա կգամ։ Էլի ինչ որ բան էիր ուզում ասել։ Թույլ տվեք հարցնել դեր։ Այդ ում հետ էիք խոսում։ Ում հետ։ Ոչ ոքի, ծերացել ես ձայներս սկսել լսել, չկվիր։ Պատկերազարդ պատմություններ Աստվածաշնչից։ Արդար դատավորը Խնդրում եմ, ողորմացեք, օգնեցեք Կաց Նիկոդեմոս, այդ ինչ է ուզում ես փող տալ նրան? Այո, այս տղան կույր է, ոչինչ չունի Դա սոպատիժն է մեղքերի համար Այդ որ մեղքերի? Եթե մարդ կույր է ծնվում, ուրեմն հաստատ նա կամ իր ծնողները ինչ-որ մեղք են գործել Եվ դու հավատում ես դրան? Ամոս Ինքը կայապան է այդպես ասել Չես հավատում, գնանք, ինքդ կհարցնես Կտեսնես, որ այդպես է Այդտով է Հայրիկ Դու գտար նրան հայրիկ Հիսուսը քեզ հետ է Ներիր, ես չգտա նրան տղաս Որտեղ ասես, որ չենք փնտրել նրան Ահարոն Ոչ մի տեղ չկա տղաս Շարունակեք փնտրել մայրիկ Խնդրում եմ, նա կբժշկի ինձ Ահարոն, ախր առանց այդ մարդուն տեսնելու և լսելու ինչպես կարող ես համոզված լինել Նա կարող է ինձ բժշկել Ես դա սրտով եմ զգում Նա կարող է Մենք անպայման կգտնենք նրան տղաս Այսօր ինչ կա Դե ինչպես միշտ հարցեր օրենքի վերաբերյալ մեղանչողների դատաստան Դե ինչ սկսենք աշխատանքը Ձերս սրբություն Խնդրում եմ բացատրեք Նիկոդեմոսին Թե ինչու են ոմանք կույր ծնվում Այ, Նիկոդեմոս Դու որ հոգևոր խորհրդի անդամ ես, պետք է իմանայիր Պատճառն այն է, որ ինքը կամ իր ծնողներից մեկը ինչ-որ մեղք են գործել Տեսար, օ կայապա, դու ավելի իմաստուն ես, քան Սողոմոն իմաստուն է Գիտեմ, հաջորդը Այս կինը
Դավաճանել է իր ամուսնուն ձերը սրբություն։ Ինչ։ Այդ արարքին ներում չկա։ Դու կդատվես օրենքի ողջ խստությամբ, քարկոծել սրան։ Տարեք այստեղից։ Խնդրում եմ, ներեք ինձ, ներեք։ Կայապը։ Հիսուսը վերադարձել է։ Հիմա տաճարում քարոզում է։ Ասում են, որ երեք նա մի դիվահարի է բժշկել։ Ինչ ես ասում, շաբաթ օրով։ Այո, ասում են նաև, որ նա… Ինչ։ Ասում են, որ նա է Իսրայելի արդար դատավորը և ոչ թե դու։ Հեյ դուք, մոտեցեք։ Հիսուսը տաճարում է։ Ես ուզում եմ, որ հենց այս երեկո նրան բերեք այստեղ։ Զուշ կլինեք։ Այս գիշեր նա պետք է մեռնի։ Ես ցույց կտամ այդ Հիսուսին, թե որն է արդարությունը, դերին արդարությունը։ Լսել ես, Հիսուսը վերադարձել է, քարոզում է տաճարում։ Պետք է գնալ տաճար։ Մի դատեք, որպես ինքներդ չդատվեք, քանզի ինչ դատաստանով որ դատում եք, նույնն էլ ձեզ է սպասելու։ Նիկոն կաշվեք, ճանապար, Հիսուսն է զովրեցի, մենք լսել ենք, որ դու շաբաթօրով մարդ ես բժշկել, դա այդպես է։ Այո, ճիշտ ես ասում։ Մեղսագործ, չէ որ չի կարելի շաբաթօրով որևէ գործ կատարել։ Դուք ինձ մեղադրում եք շաբաթ օրը չպահելու մեջ, սակայն ստելով ինքներդ եք մեղք գործում։ Ինչպես ես համարձակվում, ինչ սուտ, այդ երբեմ ես սուտ խոսել։ Միթե չեք եկել ինձ սպանելու։ Սպանելու, ով ես մեկ քո մեջ դև կա։ Ձեր տեսածով մի դատեք, այլ արդար դատաստանով դատեք։ Հիսուս, այդ դու ես։ Ինձ մի դիպչիր, նա այստեղ չէ, գնանք։ Եկակ, ներս բերեք մեղադրյալին։ Մենք չկարողացանք։ Ինչ? Չկարողացաք? Ամոս, սա ինչ է նշանակում։ Կայապա, ես երբեք այդպիսի մարդ չեմ տեսել։ Նա գիտեր, թե ինչի համար ենք մենք եկել։ Կայապա, ներիր իհարկե, բայց դու այդ մարդուն ոչ լսել ես, ոչ տեսել, ինչու ես դատապարտում։ Ինչ? Դու էլ ես նրա հետևորդներից, Նիկոդեմոս։ Ես եմ Իսրայելի քահանայապետը, ես եմ որոշում ինչպես և երբ դատել, ում և ինչպես։ Լավ, բավական է, ազատ եք բոլորդ։ Ամոս, Հեբեր, դուք հետևեք ինձ։
Աստված մեր կողմն է։ Մենք վախենալու բան չունենք։ Լրիր տխմար, դու փչացրիր ամբողջ գործը։ Մենք կարող ենք պարզապես սպանել նրան, բայց ժողովուրդը կնդվզի։ Մարդիկ սիրում են նրան, նրանք իրոք հավատում են, որ նա է արդար դատավորը։ Ուրեմն մենք պետք է կոտրենք այդ հավատը։ Այսօր կայապա դու դատապարտեցիր մի կնոջ, ասացիր, որ նա պետք է քարկոծվի իր մեղքի համար։ Եթե հռոմեացիք թույլ տան։ Ձայնդ։ Թող Հիսուսը դատի նրան։ Բայց ինչու։ Միթե ես չեմ քահանայապետը։ Լսիր մինչև վերջ։ Եթե նա որոշի քարկոծել, ապա հռոմեացիք կձերբակալեն նրան սպանության համար, իսկ եթե այլ վճիռ կայացնի, ապա խախտած կլինի Մովսեսի օրենքը։ Ճիշտ է, իսկ արդար դատավորը երբեք չի խախտի Մովսեսի օրենքը։ Լավ միտք է, այդպես էլ կանենք։ Հիմա մարդիկ կտեսնեն, թե ինչպիսի դատավոր է իրենց այդ Հիսուսը։ Ներեցեք, դուք Հիսուսին չեք տեսել։ Չգիտեմ, չեմ ճանաչում։ Բաց թողեք, խնդրում եմ։ Քարկոծել է պետք, քարկոծել։ Հիմա տեսնենք Դրան նմաններին այդպես է պետք է։ Թողեք ինձ, բաց թողեք։ Քարկոծել, Բանեք դրան, քարկոծել։ բաց թողեք։ Դրան, Շնացողին բերեցին, եղք։ իհարկե դրան նմաններին պետք է քարկոծել։ Քարկոծել, Թողեք, քարկոծել դրան։ թողեք։ Ռաբբի, այս կինը մեծ մեղք է գործել, նա դավաճանել է իր ամուսնուն։ Մենք գիտենք, որ դու իմաստուն եւ արդար դատավոր ես։ Դրա համար էլ որոշեցինք այս կնոջը բերել քեզ մոտ։ Մովսեսի օրենքն ասում է, որ նրան պետք է քարկոծելով սպանել։ Դու ինչ կասես։ Ուսուցիչ, մենք սպասում ենք։ Ասա, լսում ենք քեզ։ Ձեր միջից անմեղը առաջինը թող քարգծի նրա վրա։ Այսօր գնացին բոլորը։ Մենք էլ գնանք։ Ով կին, ուր են դատապարտողներդ։ Քեզ ոչ ոք չդատապարտեց։ Ոչ դեր, Ես էլ չեմ դատապարտում քեզ։ Գնա եւ այլևս մի մեղանչիր։ Այդպես ուրեմն, եթե մինչև օրս մարդիկ կասկածում էին, որ Հիսուսը արդար դատավոր է, ապա հիմա նրանք արդեն համոզված են դրանում։
Ինձ մենակ թողեք։ Ես մի առաջարկ էլ ունեմ։ Կարելի է փորձել։ Տերի։ Որն է իմ մեղքը, Տերի։ Ասա ինձ, ինչու ես ինձ պատժում։ Ես ճանաչում եմ նրան։ Նա իծնե կույր է։ Ուսուցիչ, ինչու է Աստված թույլ տալիս, որ նա այսպես տանջվի։ Միգուցե ինչ որ մեղք է գործել, կամ նրա ծնողներն են մեղք գործել։ Ոչ նրա մեղքի եւ ոչ էլ ծնողների մեղքի համար, այլ որպեսզի նրա վրա Աստծո գործերը հայտնի դառնա։ Այդ դու ես, Հիսուս, այդ դու ես։ Ես եմ։ Գնա ու լվացվիր ավազանի մեջ։ Գնանք, ես քեզ կուղեկցեմ տղաս։ Ես տեսնում եմ, ես կարող եմ տեսնել, իսկ ես արդեն տեսնում եմ։ Իսկ որտեղ է Հիսուսը, ես պետք է գտնեմ նրան։ Հիսուս, Հիսուս։ Լավ ներկայացում էր, խոսք չկա։ Թողեք ինձ, ես պետք է Հիսուսին գտնեմ։ Թող ինձ, թող։ Շատ լավ բարեկամս։ Առաջին հերթին ստիպենք այս տղային խոստովանել, իսկ հետո ես վերջապես վրեժ կլուծեմ այս նազովրեցի Հիսուսից։ Ինձ ճիշտն ասա, ինչքան վճարեց քեզ Հիսուսը, որպեսզի կույր ձևանաս, իսկ հետո էլ իբր հրաշքով բժշկվես։ Նա ինձ ոչինչ էլ չի վճարել։ Այսինքն դու անվճար ես խաբում։ Ոչ, ես… Խոստովանիր, մենք գիտենք, որ դու երբեք էլ կույր չես եղել։ Ինչպես, ես իծնե կույր էի։ Իսկ այդ ինչպես բժշկվեցիր։ Հիսուսը կավ դրեց աչքերից և ասաց, որ լվացվեմ։ Կայեփա, Տեր, մենք գտել ենք տղայի ծնողներին։ Սա քո որդին է։ Հայրիկ, մայրիկ, Աստվածին, չի կարող պատահել տղաս։ Հայրիկ, փառք Աստծո, ես վերջապես տեսնում եմ ձեր դեմքերը։ Հայրիկ, հայրիկ,
Սա պարզապես հրաշք է։ Վերջացրեք, անմիջապես վերջացրեք։ Սա քո որդին է, ճիշտ է, որ նա կույր է ծնվել։ Այո, նա ծնված օրվանից կույր էր, իսկ այժմ տեսնում է։ Այո, մեր տղան այժմ տեսնում է։ Դատարանում սուտ վկայությունը մահվան է դատապարտվում։ Եթե ուզում եք, կարող եք սպանել ինձ, բայց ես միևնույն է կասեմ եւ չանա, որ սա մեր տղան է եւ նա ի ծնե կույր է եղել։ Լավ, ենթադրենք դու բժշկվեցիր։ Բայց փառք Աստծոն է, ոչ թե այդ մեղսագործ Հիսուսինը։ Բայց Հիսուսը բժշկեց ինձ եւ ինչպես կարող է մեղսագործը հրաշքներ գործել։ Ինձ թվում է, որ գոնե դուք պետք է այդքանը հասկանայիք։ Ինչպես ես համարձակվում քննադատել ինձ։ Դուրս գցեք նրան։ Ես պետք է գտնեմ նրան։ Ես պետք է գտնեմ Հիսուսին։ Գնա որդիս, անպայման գտիր, անպայման։ Հոգնել եմ, հանգստանալ է պետք։ When, Jesus, will I meet you, kneel and tell you thanks for everything you've given me? You, Jesus, are the reason now where my life was dark and hopeless, I can see. Will I see you, see those healing hands that touched me with the gift of love? Oh, Jesus, when I see you, will I know you as the Son of God sent from above? You are the chosen Christ, the Holy One, King of kings, Lord of lords, the Father's Son. And yet you care for me, you care for me. Help me find you, Lord. Քո աչքերը բացվեցին։ Իսկ դու հավատում ես Աստծո որդուն։ Այո, իհարկե։ Իսկ որտեղ կարող եմ գտնել նրան, Հիսուսին։ Ահա կանգնած է քո առջև եւ խոսում է քեզ հետ։ Այդ դու ես։ Ես եմ։ Շնորհակալ եմ, Տեր իմ, շնորհակալ եմ։ Հիսուս։ Ֆիլմը կրկնօրինակել է Գիրք գրող ստեղծագործական խումբը Previs ձայնագրման ստուդիայում։ Մեր հասցեն Երևան Ալեք Մանուկյան 5 ռադիոտուն հոգևոր ծրագրերի բաժին Կիև 252 001 Աբոնետային արկղ 172 Էմանուիլ